Նորավանքի մասին հետաքրքիր փաստեր։ Միջնադարյան Հայաստանի հոյակերտ վանական համալիրներից մեկը Նորավանքը հաճախ անվանում են նաև Ամաղոյի նորավանք, քանի որ այն մոտ է գտնվում Ամաղու գյուղին։ Այն ունի իր ուրույն ու չափազանց տպավորիչ ճարտարապետական ոճը, որը դժվար է շփոթել որևէ այլ համալիրի հետ։ Նորավանքը գտնվում է կարմիր հրեղեն ժայռերի կիրճում, որն էլ ավելի է ընդգծում նրա եզակի գեղեցկությունը։ Նորավանքը հիմնադրվել է դեռևս 9-րդ դարում, հիմնականում վերակառուցվել 13-ից 14-րդ դարերում։ Նորավանք վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց, միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց վանատնից, հարուստ քանդակագործության, բացառիկ խաչքարերի, մեծաքանակ ու արժեքավոր վիմագրության շնորհիվ Նորավանքը համարվում է մշակութային բացառիկ ժառանգություն։ Նորավանքը եղել է ժամանակի խոշոր մշակութային, կրթական ու գրչության կենտրոն, սերտորեն կապված լինելով Գլաձորի համալսարանի և Տաթևի վանքի հետ։ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային կողմում պահպանվել է հայտնի մանրանկարիչ, ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի խաչքարը։ Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթի մուտքից վեր գտնվում է լուսամուտը պսակող քանդակ, որի կենտրոնում ներկայացված է Հայր Աստծո խոշոր պատկերը, մի բան, որը հայ միջնադարյան քանդակագործության մեջ բացառիկ է։ Նորավանքի հիմնադրման պատմության միակ և անփոխարինելի սկզբնաղբյուրը Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին» աշխատությունն է, որը գրվել է հենց Նորավանքում։ Սյունյաց աշխարհը, որը հայտնի է եղել մի շարք պատմական նշանավոր վանքերով, իրականում ունեցել է 3 նորավանք։ Վկայությունները հուշում են, որ 3 նորավանքերն էլ կառուցվել են հնագույն սրբատեղերի տարածքում։ Բղենո նորավանքը գտնվում է Որոտան գետի մոտ, Տաթևից արևելք, երկրորդը Վայոց ձորում և անվանում են Վերին նորավանք։ Այն եղել է նշանավոր ուսումնակրթական և գրչության կենտրոն։ Անկախ հետազոտող Մկրտչյանն իր Վայոց ձորի պատմության նոր էջեր Վերին նորավանքի տեղը գրքում ուսումնասիրելով աղբյուրները նշում է, որ Շատիվանքը նույն Վերին նորավանքն է, և երրորդ նորավանքը, որն ամենահայտնին է, նույնպես գտնվում է Վայոց ձորում։ Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի, այն համարվում է Նորավանքի գլխավոր եկեղեցին, որն առանձնահատուկ են դարձնում առաջին հերթին գավթի արևմտյան պատի զույգ պատկերաքանդակները, որոնցից մեկը մուտքի ճակատակալ քարի վրա է, իսկ երկրորդը դրանից վեր՝ պատուհանը պսակող կամարաձև քարին։ Դրանք անկասկած հայ միջնադարյան արվեստի բացառիկ, արժեքավոր ու ինքնատիպ ստեղծագործություններ են։ Արենիում 1321 թվականին կառուցված եկեղեցում Մոմիկի հեղինակած պատկերաքանդակը ասես լինի Նորավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու պատկերաքանդակների ավելի կատարելագործված տեսակը։ Այն ունի նույն թեման, սակայն Աստվածամոր և Մանուկ Հիսուսից բացի նոր մանրամասներով ներկայացված են 2 այլ մարդկային պատկերներ։ Երկրորդը գավթի մուտքից վեր գտնվող լուսամուտը պսակող քանդակն է, որի կենտրոնում ներկայացված է Հայր Աստծո խոշոր պատկերը, մի բան, որը հայ միջնադարյան քանդակագործության մեջ բացառիկ է։ Սուրբ Ստեփանոս եկեղեցու քարապատկեր պատմությունը սկսվում է վերևից։ Հայր Աստված վեր բարձրացրած աջով օրհնում է, իսկ ձախ ձեռքին Ադամի գլուխն է, որի վրա իջնելով կտուցով նրա շուրթերին է հպվում աղավնակերպ Սուրբ Հոգին։ Փաստորեն այս տեսարանում առկա են Սուրբ Երրորդության 3 անձերը, ներկայացնելով Քրիստոսին որպես նոր Ադամ։ Իսկ Նորավանքի մասին ամենահայտնի ավանդազրույցը կապված է միջնադարյան տաղանդավոր ճարտարապետ, քանդակագործ և մանրանկարիչ վարպետ Մոմիկի սիրո հետ։ Ըստ ավանդության, վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց աշխարհի գեղեցկատես դստերը։ Աղջիկը նույնպես անտարբեր չի լինում տաղանդավոր վարպետի հանդեպ։ Իշխանը իմանալով այս մասին, չի ցանկանում իր աղջկան կնության տալ հասարակ արհեստավորի։ Նա կանչում է Մոմիկին և դնում մի անհնարին պայման. եթե վարպետը 3 տարում միայնակ կառուցի աննախադեպ գեղեցկության մի նոր վանք, ապա իշխանը թույլ կտա նրանց ամուսնանալ։ Մոմիկն անցնում է աշխատանքի և կարճ ժամանակում կիրճի կարմիր ժայռերի ֆոնին վեր է հառնում հոյակերտ կառույցը։ Երբ մնում էր դնել եկեղեցու գմբեթի վերջին քարը, իշխանը հասկանում է, որ վարպետը կատարելու է պայմանը։ Իշխանը իր ծառային հրամայում է ազատվել ճարտարապետից։ Ծառան գաղտնի բարձրանում է եկեղեցու գմբեթին և այնտեղ աշխատող Մոմիկին ցած է գլորում բարձրությունից։
Ասում են, որ Մոմիկի հոգին մինչև օրս էլ հսկում է իր վերջին գլուխգործոցը՝ Նորավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ժողովրդական հավատալիքի համաձայն, ով կյանքում թեկուզ մեկ անգամ տեսնում է նորավանքը, նրա պատկերը տեսիլքի նման միշտ ուղեկցում է մարդուն կյանքի ամենաուրախ պահերին։ Եվ ամենավերջում ուզում եմ ասել, որ երբ կդադարեք սիրուն հավատալ, հիշեք, նորավանքը սիրած աղջկան հասնելու համար է կառուցվել։